Ողջույն YouTube-յան իմ ալիքի հավատարիմ հետևորդներ, հեռուստադիտողներ ու ունկնդիրներ։ Այսօր հայաց դրսից նախագիծը կփորձեմ ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափով, փոքրիկ ռեպորտաժի տեսքով։ Այս օրերին մայիսի 14-ին Մոսկվայում Զուևի անվան մշակույթի տանը հետաքրքիր ներկայացում է։ Լույս, խավար և չատ GPT։ Մոսկվայում է հայտնի և սիրված արտիստ, դերասան Վարդան Պետրոսյանը։ Կփորձեմ ձեզ ներկայացնել այսօրվա մթնոլորտը, այնուհետև կխոսենք հենց Վարդան Պետրոսյանի հետ և իհարկե կարծիքներ ու տպավորություններ կիմանանք հանդիսատեսից։ Ընդհանրապես Վարդան Պետրոսյանի ներկայացումները եւ այս ներկայացումը բացառություն չէ, միշտ ուղղված են դեպի ներս, կարծես առաջին հայացքից մարդիկ գալիս են ծիծաղելու, բայց հումորի լեզվով խոսել ազգային ինքնության մասին, մշակույթի մասին, պատմության մասին, տալ նորանոր գիտելիքներ, վերլուծել շատ երևույթներ, որոնք կարծես արդեն դարձել են սովորական մեր համար, մեր իրականության մեջ, անգամ այն մարդկանց հայերիս համար, ովքեր չեն բնակվում Հայաստանում, դա իհարկե շատ մեծ նվեր է, շատ մեծ պարգև է եւ ես իսկապես շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռնեցին դիտել այս ներկայացումը, կենթանի է շփումը, այս էներգետիկ փոխանակումը զգալ եւ իհարկե այսօր Զուևի անվան կենտրոնը դարձավ այսպիսի մի փոքր կղզյակ, որտեղ մենք մեզ զգացինք ինչպես տանը։ Եկեք, սիրուն, տեղավորվեք, հիմա ես ես պատեմ առաջինում։ Շատ բարձր տպավորությունն եմ, ուզում էի անպայման ներկա լինեի Վարդան Պետրոսյանի ներկայացմանը Երևանում, անցած տարի չստացվեց եւ շատ ուրախ եմ, որ այսօր համ ներկա եղա ներկայացմանը, համ էլ ծանոթացա Վարդան Պետրոսյանի հետ։ Ինչպես մի շատ լավն էին, շատ խորիմաց, շատ ազգային արժեքները ընդգծող, լուսաբանող։ Մենակ այս ներկայացման մեջ մի փոքր բայց կար, մի քիչ շատ էր, ոնց որ ասած, քրիստոնեական արժեքների հանդեպ տենց մի քիչ ծաղրական նոտաները։ Սպասեք, սպասեք, կանգնեք։ Ավտոբուսի ուղևորները ծիծաղում են, ծաղրում են նրա։ Կանգնեք, ինչ եք ծիծաղում, ես ավտոբուսի վարորդն եմ։ Բուրն էմոցիաներ առաջի հերթին եւ առհասարակ ես իր մեծագույն երկրպագուն եմ եւ իհարկե այս ներկայացումը շատ տարբերվեց։ Այստեղ կային բաներ, որ ինձ չհամոզեց, բայց ես իրեն շատ սիրում եմ եւ միշտ պատրաստ եմ իր բոլոր ներկայացմանը ներկա լինելու։ Ամեն դեպքում վերջը ասելիքով էր եւ ես էլ եմ համամիտ, որ այո, պետքա համախմբվել։ Հերո ապրենք թեմատիկ մեր հայրենիքն է, մենք ուզում ենք ամեն ինչը լավ լինի, լավը տեսնենք, լավը ուրախանանք, բայց շատ ցավալի նյութ է։ Մտածելու տեղի թե տալի բոլորիս, ինչ-որ մի բանով ձեռք մեկնելու, օգնելու։ Ինչպես միշտ ասել եմ ինձ համար, Վարդան Պետրոսյանը միշտ ինձ կաթարսիսի է ենթարկում, ինձ համարվում, բայց խոսելուց կարող է փուսվել։ Ճշմարտությունը հենց հումորի է նման, որին բոլորը չեն հավատում։ Հավատում են իր ասած ստին, բայց ոչ ճշմարտության, դրա համար էլ ոչ մեկ ճշմարտությունը չի սիրում։ Ճշմարտությունն ավելի շատ էր, քան հումորը, նույնիսկ ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալություն Վարդանին, իմ Վարդանին, ավելի ճիշտ են ասել մեր Վարդանին, այն գլխից ապշեցրել է ու շարունակում է ապշեցնել։ Եվ այնքան շնորհակալ եմ ես իրան, որ Վարդանը այն մարդն է, որը այսօր դեռ կարող է զարմացնել, կարող է համ ծիծաղեցնել, համ լացացնել ու հաստատ գիտես, որ Վարդանի մոտ եթե գնացիր,
իզուր չես գնալու, որտեվ քեզ ինքը հիշեցնելու է, որ դու հայ ես, քեզ ինքը հիշեցնելու է, որ դու շատ բան ունես անելու, ոնց որ Գերմանիայում ապրող է տիկնոջ լեզվով ասած, ասում էր Սողոմոն զավակս գնանք, դու դեռ չգիտես ես ինչքան բան կա անելու։ Վարդանի ամեն հանդիպումը հիշեցում է այդ մասին, զանգ է այդ մասին։ Ամեն հայ, որը իրեն իսկապես հայ է համարում, ոչ թե Յանի պատճառով, այլ որ ինքը հայ է, եթե սթափվի ու հասկանա, որ ինքն էլ բան ունի անելու։ Անկախության փառքի տաճարի կառուցման, ուրեմն առաջ, մեր վերջին ելքը, դեպի մեր ներսի, մեր էության։ Իմ զրուցակիցն է Վահե Ավանեսյանը, բարև ձեզ։ Որպես Վարդան Պետրոսյանի հյուրախաղերի գլխավոր կազմակերպիչ, ինչ կասեք։ Հստակ է, որ Ռուսաստանի տարածքում գլխավոր կազմակերպիչ, որովհետև ինքը հյուրախաղեր ունի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կա հայկական սփյուռք, պետք է ասեմ, որ մենք փորձում ենք որակյալ միջոցառումներ բերել Ռուսաստան, ցույց տալ մեր այստեղի համայնքին, որ մենք ունենք այնպիսի մշակութային երևույթներ Հայաստանում, որ ստեղծում են, որոնք իրենց մակարդակով ոչնչով չեն զիջում բարձրորակ մշակութային երևույթների, որոնք կան օրինակ Ռուսաստանում։ Դրա համար մենք Վարդան Պետրոսյանի արվեստը գնահատում ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա ներկայացումները Ռուսաստանում անցնեն բարձր մակարդակով։ Դուք տեսաք, որ մեր մոտ ազատ տեղեր չկային եւ դա ինձ համար շատ գոհացուցիչ նշան է եւ պետք է ասել, որ նրա երկրպագուների քանակը Ռուսաստանում աճում է եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում մեր հայության կողմից նա շատ սիրված է ու այդ մարդկանց քանակը աճում է։ Վարդանն ամեն անգամ զարմացնում է, ուրախացնում է եւ ինքը մեր ներքին խոսակցությունների ժամանակ ասաց, ես օրինակ չէի պատկերացնում, որ այս տարիքում այդքան էներգիա կարող է ունենալ իմ մեջ, գուցե հիմա հնարավորություն ստեղծենք, որ դուք անձամբ իրենից լսեք, թե որտեղից է այդ էներգիան վերցնում, բայց իր մոտ դա կա, ուրախ եմ, որ մարդիկ գնահատեցին եւ կարծում եմ, որ չի գտնվի այստեղ մեկը, որ դժգոհ է գնում, ընդհակառակը բոլորը ոգևորված, ավելի հայացած եւ ավելի հայացած վերադառնում են տուն։ Այո, տպավորված, դե ինչ մենք էլ սպասենք նոր ներկայացումների եւ նոր հյուրախաղերի Մոսկվայում Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք Վարդանի հետ ունենք այսպես ոչ պաշտոնական համաձայնություն, որը ոչ մի ձև գրանցված չէ, ուղղակի մենք այսպես իրար քեզ խոսքից հասկացել ենք, ունի նոր ներկայացում, եթե պետք է լինեն հյուրախաղեր, ուրեմն պետք է լինեն նաև Մոսկվայում։ Եվ մենք ամենայն պատասխանատվությամբ պատրաստ ենք դա իրականացնել եւ հետագայում նույնպես։ Հրաշալի է, շնորհակալություն։ Իդեպ Որակ մեդիա ընկերությանը Վարդան Պետրոսյանի հյուրախաղերը կազմակերպելու գործում մեծ աջակցություն է ցուցաբերել հայ խաչակիրների ազատագրական շարժումը, որը նույնպես մշակույթում որակը խթանելու ջատագովն է։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրված ու ճանաչած արտիստ Վարդան Պետրոսյան, նախ շնորհավորում եմ հրաշալի եւս մեկ ներկայացմամբ, բարի գալուստ Մոսկվա, կխնդրեմ կիսվեք ձեր տպավորություններով։ Տպավորությունները շատ բուռն են, շատ ուժեղ, շատ տպավորված եմ, որովհետեւ ընդունելությունը ոչ միայն շատ բուռն էր, իսկապես շատ բուռն էր, ինքն իր տեսակ ներկայացումը ինձ համար շատ դժվար ներկայացում է, գրված է շատ դժվար տեքստեր են, դրանք շատ ուժեղ քաղաքական սատիրա է, շատ ուժեղ երգիծանք է քաղաքական եւ շատ ուրախ եմ, որովհետեւ այսպիսի ընկալում դեռ այս ներկայացման այս ուժգնությամբ ընկալում անկեղծ եմ ասում չի սպասում։ Նախադասություն առ նախադասություն ես այդպես եմ գրել, հոգից դուրս եկեմ ինչև գրել եմ։ Հովիկ Երանյանն ասաց Վարդան, «Էս ինչ ես քաշել, որ գրել ես սա»։ Իմ ուղեղը արդեն կախեց մի ժամանակ կներեք, բայց եւ ես անդադ նայում էի դալիճի սովորաբար, ես երկար արդեն 2 ամիս ու կես խաղում եմ այս ներկայացում, որ դալիճը որտեղ ինչպես է ընկալում, որ մասն է ավելի ընկալելի, դալիճի շատ տարբեր են դալիճներ, շատ զարմանալի է։
ինչ շատ զարմացնում էր այդ գնահատականը անընդհատ լռությամբ, ծափահարությամբ, ծիծաղով, ծափահարությամբ, լռությամբ շատ տպավորված եմ, շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ այդպես հասկացված եմ։ Մոսկովյան հանդիսատեսը ինչ որ մի առանձնահատկություն ունի, ինչը կնշեք։ Չեմ կարող անկեղծ ես այս պահին դժվարանում եմ ասել։ Ինքը ուշադիր նայում է, ունի կանխակալ դրական կարծիք, պիտի ամեն ինչ անես, որ հանկարծ չհիասթափեցնես, սա էլ կա։ Կանխակալ դրական կարծիք ես զգում եմ ամեն դեպքում այդ ջերմությունը նախնական եւ այլն, բայց նաեւ այդ քննության նստած դասախոսական կազմը, որ քեզ նայում հետ էլ եմ ես զգում, ուրեմն դա քեզ զգաստ է պահում եւ սա լավ բան է։ Լավ է։ Ընդհանրապես արտիստը միշտ զգաստ լինի հանդիսատեսի առաջ, ինչպիսին է հանդիսատեսը լինի։ Լուիս Խավար եւ ChatGPT ներկայացման գլխավոր ասելիքը ո՞րն է։ Որ մենք հերոսներ չպետք է փնտրենք, մենք պետք է սովորենք իրար հետ միասին քայլել։ Մենք պետք է սովորենք իրար լսել։ Մենք պետք է սովորել իրար հասկանալ։ Գոնե փորձենք իրար լսել։ Անկախ այն բանից, որ մենք ունենք տարբեր կարծիքներ, տարբեր հարցերի շուրջ, կամ միևնույն հարցերի շուրջ մենք ունենք շատ տարբեր կարծիքներ, բևեռային տարբեր կարծիքներ, մենք պիտի սովորենք իրար հետ ապրել, իրար հետ խաղաղ, իրար հետ ապրել։ Սա շատ կարևոր բան է։ Մենք իրար չենք լսում, չենք ուզում լսել, չենք ուզում իրար հասկանալ, եւ փնտրում ենք մի հերոս, որը կգա այս հարցերը կլուծի առանց մոռանալով, որ այդ հարցերի գլխավոր լուծման կետը մեր ներսում է գտնվում։ Այդտեղ մի բան մեր մեջ պիտի փոխվի եւ անընդհատ կյանքը մեզ ցավացնելու է։ Անընդհատ ցավ է տալու, անընդհատ տառապանք է տալու, քանի դեռ մենք դա չենք սովորելու։ Իրար հետ ապրել, իրար լսել, իրար սիրել, հասկանալ, որ ամենահարազատ մարդը կողքիդ եղբայրն է։ Թշնամանալ եղբոր հետ, հիշում եք ներկայացում մեջ տեքստ կա, թշնամանալ հարազատ եղբոր դեմ, դա նշանակում է այդ վիշապի այդ կռվի մեջ թուլացնել հարվածը, ուժ տալ այդ վիշապին մեր մեջի անհամաձայնության, անհամերաշխության այդ մեր ներքին դևը, որը հաղթում է մեզ անընդհատ։ Սա է գլխավոր խոսքը, սովորենք իրար հետ ապրել, իրար լսել, իրար սիրել։ Ներկայացման մեջ գլխավոր կերպարը դուք եք ձեր տարբեր կողմերով, բայց նաև մի կերպար էլ կար, արհեստական բանականությունը։ Ձեզ համար ի վերջո այն հիմա լույս է, թե խավար։ Դա չարիք է, թե իսկապես դարի գտածով։ Արհեստական բանականությունը նման է լամպի։ Նայած այն ում ձեռքում է գտնվում։ Լամպը կարող է լուսավորել այս ուղղությամբ, լամպը կարող է լուսավորել այն ուղղությամբ։ Դանակը կարող է կտրել, խնձորը, հացը ծառայել մարդուն, դանակը կարող է մարդ սպանել։ Չէ, սա էսպես է։ Ատոմային ռումբը կարող է ծառայել գիտությանը, բարուն, ատոմային ռումբը կարող է պատերազմում միլիոնավոր զոհեր։ Նայած ում ձեռքին է նա, նայած ում ձեռքին է ծառայելու, աշխատելու արհեստական բանականությունը։ Մենք անընդհատ խնդիր ունենք մեզ հետ։ Մեղավորը կամ պատճառը ինքը չի, պատճառը մարդն է, որը ստեղծում է։ Արարիչը ստեղծել է մարդ, արարիչ, եւ մարդ արարիչը ստեղծում է իր մարդու տեսակ արհեստական բանականությունը։ Խնդիրն այն է, թե ինչպես այն կօգտագործվի, ում ձեռքը այն կընկնի։ Առայժմ ես նրա նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեմ, աշխատել եմ շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատել վերջացրել եմ, դրել եմ մի կողմ։ Ես նրա հետ այդպես ամբողջորեն ընկերություն չեմ անում, վերջացավ, ինքը արդեն հետաքրքրությունը կորցրեց եւ նա ինքը այդ հարցերը իրեն շատ են տվել։ Ինքը շատ լավ ինձ այդպես պատասխանում է այդ հարցերի։ Ես արհեստական բանականություն եմ, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ բան բերող, հասցնող, ոչ ավել։ Որը ի վերջո էլի մարդն է ստեղծել։ Որը մարդն է ստեղծել, իհարկե, ոչ ավել, նրան աստվածացնել, սարքել չգիտես ինչ, նրանից վախենալ, բոլորին պետք չի, այսինքն ինձ թվում է պետք չի, թե ինչպիսի ժամանակներ կգան, արդեն կախված հենց մարդուց։ Ինչքան այլասերվի մարդը, ինչքան դեգրադացվի, այդպիսին էլ կլինի արհեստական բանականությունը նրա ծառան։ Դե հուսանք, որ մարդ արարածը կլինի խելամիտ, բարի, որպեսզի արհեստական բանականությունն էլ չդառնա չարիք մարդկության համար։ Ապրենք հավատով, հույսով եւ ամենակարևորը սիրով։ Եվ պիտի ասեմ, որ հանդիսատեսը նույնպես տպավորված էր, շատ գեղեցիկ ու լավ խոսքեր ասացին ու սպասենք ձեզ նոր ներկայացումներով Մոսկվայում։ Շատ զգացված եմ, սիրով։ Իսկապես ես ինքս նույնպես տպավորված եմ, ինչպես եւ միշտ շատ խորը, սուր հումորով, որը ավելի շատ ճշմարտություն է։ Ահա այսպիսի ձևաչափով կփորձեմ ներկայանալ առաջիկայում եւս։ Եթե ձեզ դուր եկավ, ապա մեկնաբանությունների բաժնում գրեք այո կամ ոչ։ Սպասում եք նման ֆորմատի, թե ոչ։ Դե ինչ մնացեք բարով, կհանդիպենք հաջորդ անգամ։